Կառավարել կրքերը։ Շատ հաճախ մեր մշակույթում կիրք բառին տրվում է միայն սեռական ցանկության նշանակություն, բայց դա շատ ավելի լայն հասկացություն է։ Դժվար է սահմանել այն, քանի որ ներառում է երկու ծայրահեղ զգացմունքներ՝ սեր և ատելություն։ Կիրքը սերտորեն կապված է բուռն զգացմունքի՝ խանդավառության, հուզմունքի, ցանկության, քնքշության, սիրո, հրապուրանքի հետ։ Ով չէր ցանկանա այս ամենը։ Մյուս կողմից այն նաև ասոցացվում է այսպիսի զգացմունքների հետ, որոնք կարող են կապվածություն առաջացնել, օրինակ՝ սիրահարվածությունը, տնչանքը, մարմնական ցանկությունը։ Այնուամենայնիվ, նաև ասոցացվում է այսպիսի բառերի հետ, ինչպիսին են պոռթկումը, կատաղությունը, բարկությունը, զայրույթը, մոլեգնությունը, վրդովմունքը և ցասումը։ Սիրո և ատելության այս ծայրահեղ զգացմունքների միջև ինչպես կարող ենք ապրել ջերմեռանդ կյանք՝ չսպառվելով։ Որպես օրինակ դիտարկենք առաջին պատմությունը, երբ կիրքը հանգեցրեց վատ հետևանքի։ Դա Կայենի և Աբելի պատմություն է Ծննդոց 4 գլխում։ Աստված ընդունեց Աբելի զոհը, որը մատուցվեց ամբողջ սրտով, բայց մերժեց Կայենի զոհը, որը մատուցվեց անտարբերությամբ։ Եվ Կայենը զայրացավ։ Երբ Աստված տեսավ, որ Կայենը բորբոքվեց եղբոր նկատմամբ, բարկությամբ նրան ասաց. «Ինչու ես բարկացել, և ինչու ես երեսդ կախել, չէ՞ որ եթե բարի լինես, կբարձրանաս, բայց եթե բարի չլինես, մեղքը դռան մոտ պառկած է, և նա քեզ է փափագում, բայց դու իշխիր նրա վրա»։ Ծննդոց 4:6-7։ Ցավոք, Կայենը չշտկեց իր հարաբերությունը Աստծո հետ։ Մեղքին տիրապետելու և բարկությանն իշխելու փոխարեն նա սպանեց եղբորը։ Աստծո զգուշացումը Կայենին զգուշացում է նաև մեզ համար։ Գուցե մենք մարդասպանության եզրին չենք, բայց եթե չենք անում այն, ինչ ճիշտ է, մեղքը վստահաբար պառկած է դռան մոտ։ Մենք պետք է իշխենք մեր զգացմունքներին և կենտրոնացնենք դրանք կառուցողական, ոչ թե կործանարար նպատակների ուղղությամբ։ Կիրքը կարող է լինել արժեքավոր ցուցիչ։ Այն դրսևորվում է որպես ֆիզիկական և հուզական բարձր պատրաստվածություն՝ պաշտպանելու այն, ինչի նկատմամբ ջերմեռանդ վերաբերմունք ունենք։ Մենք հակված ենք ջերմեռանդ լինելու այն ամենի նկատմամբ, ինչը կարևոր է մեզ համար։ Մեզ չեն անհանգստացնում մանրուքները, քանի դեռ հեռանկարում դրանք կապված չեն մեզ համար նշանակալի որևէ բանի հետ։ Այսպիսով, երբ մեր կրքերը բորբոքվում են, բացահայտում են այն, ինչ մեզ համար կարևոր է։ Մենք կարող ենք այդ էներգիան կենտրոնացնել կյանքի ուղղությամբ և թույլ չտալ, որ այն սպառի քաոսում, ինչպես արեց Կայենը։ Անգամ հուզական, ծայրահեղ վիճակում իշխանություն ունենք ընտրելու։